Որ գործից հետո է դա այդպես եղել եւ ինչի համար է գնահատում Վիլյամ Սարոյանին, ինչով է նա մեծություն ձեզ համար։ Վիլյամ Սարոյան սիրելը կարծում եմ երկու ստեղծագործություն են եղել, որ շատ ասենք անկյունակարային շրջադարձային են եղել։ Մեկը Վեսլի Ջեքսոնի արկածները, որտեվ ես մինչև Վեսլի Ջեքսոնի արկածները էի կարդացել Սարոյան, բայց նման ազդեցություն ինձ վրա չէր ունեցել։ Վեսլի Ջեքսոնի արկածները շատ եմ սիրել, մի երկար ժամանակ իմ ամենասիրած գործն է եղել։ Հետո սկսել եմ նորովի ճանաչել Սարոյանին, սկսել եմ արդեն ավելի շատ անգլերեն կարդալ, բնագրով կարդալ, եւ Սարոյանը ունի մի հատ գործ, կոչվում է The Laughing Matter, որը բավականին լուրջ գործ է ու հեչ նման չի Սարոյանի, մեր պատկերացրած Սարոյանի գործերին, այ դա եղել է բացահայտում գործ ինձ համար։ Իմիջիայլոց, եթե մեզ դիտողները սիրում են կինեմատոգրաֆ, ապա ես խորհուրդ կտամ դիտել Անդրեյ Զվյագինցևի ֆիլմը, որը ինքը նկարել է ոգեշնչված այս վեպից Սարոյանի, այսինքն այդ վեպի մոտիվներով, ոչ թե հենց վեպի էկրանավորումն է։ The Laughing Matter, ասեցիք։ Հա, The Laughing Matter ֆիլմի անունը Իզգնանիե կարծեմ, եթե չեմ սխալվում։ Եթե Զվյագինցևի ֆիլմերը նայեք, այնտեղ չքնաղ շատ սիրուն ֆիլմ է, խորհուրդ կտամ դիտել։ Իսկ ինչին է անդրադառնում այդ գործի մեջ, որ դետալն է կարևոր բանում քան կամ ընդհանրապես սպանելուն, մարդ սպանելուն։ Հոգեբանական առանցքում մարդ սպանելն է ու նաև թույլ տվեք ասել հղիության վաղաժամկետ ընդհատումը հոգեբանական ինչ-որ այո, լուրջ գործ է, դավաճանություն, հավատարմություն, վստահություն, Աստված, հոգևոր կյանք, նման թեմաներ է։ Իսկ ժամանակ ունենում եք մասնագիտական գրականություն կարդալու համար։ Ուզեմ պիտի կարդամ։ Մասնագիտական գրականություն ասածը իմ դեպքում հիմնականում դա տեղեկանքներն են, գրագրությունն է պաշտոնական, արխիվային նյութեր, նման նյութերը իհարկե խժռում են ժամանակի մի զգալի մաս, իսկ քանի որ ես նոր մարդ եմ համակարգում, ես գերադասում եմ ինքս կարդալ, ինչքան հնարավոր է շատ կարդալ, շատ մտնել թեմաների մեջ։ Իսկ ինչ խորհուրդ կտաք, բանը թողենք, մասնագիտականը թողենք, ինչ խորհուրդ կտաք կարդալ։ Գերադասական։ Հա, Սարոյանից բացի։ Բարդ հարց եք տալիս։ Այսպես ասեմ, կախված մարդու անձնային աճի համակարգից ու տվյալ հատվածից իր կյանքի պիտի հասկանալ այդ մարդուն ինչ խորհուրդ տալ, այդպես ունիվերսալ, եթե ես պիտի խորհուրդ տամ, հիմա ես կարող եմ մի հատ գիրք ասեմ, որ մեզ լսողներից ինչ որ մեկը առաջին 2-3 էջը կարդա, ասի ես ինչ էր ասում այս մարդը։ Հետևաբար հասունության որոշակի աստիճան են պահանջում որոշ գրքեր, եթե մի քանի բան սենց ուղղակի ոտի վրա առաջարկելու լինեմ, շատ խորհուրդ կտամ Խալիլ Ժբրանի Մարգարեն, շատ խորհուրդ տամ, շատ փոքրիկ գործ է, բայց հանճարեղ, իհարկե խորհուրդ կտամ Դոստոևսկու Բրատյա Կարամազովին, կարծում եմ դա մարդկության ստեղծած գրականության գագաթն է, կարծում եմ։ Վերջին կարդացածներիցս որ ասեմ Վանու Սիրադեղյան, ինչպես ասացի, իհարկե խորհուրդ կտամ, Հրանտ Մաթևոսյան խորհուրդ կտամ իմ սիրելիներից, Սարոյանի այդ գործը խորհուրդ կտամ, որովհետև նորովի կբացահայտեք Սարոյանին ձեզ համար։ Մեկ էլ գիտեք ինչ էի ուզում հարցնել, պարոն Ղալամքարյան, որպես Ղարաբաղյան հարցի ինչ որ չափ գիտակ եւ պրոցեսները անցած մարդ, բանալի գործեր կամ գործիչներ, այդ էլ կուզեի ձեզնից լսել, ում կարելի է կարդալ, կամ որ գործը։ Դե օրինակ անվտանգության խորհրդի նիստը, որը հիշատակեցի 1998 թվականի հունվար, իմիջիայլոց իմ բլոգում
կա դրած արձանագրությունը, բնականաբար պետական գաղտնիք պարունակող հատվածները հանված են, այդպես է հրապարակվել դրանք հանված։ Խորհուրդ կտամ հետաքրքրվողներին անպայման կարդալ այդ արձանագրությունը։ Խորհուրդ կտամ կարդալ Ժիրայր Լիպարիտյանի հրապարակախոսությունը։ Այս Ժիրայր Լիպարիտյանի հրապարակախոսությունը այն հրապարակախոսությունն է, որը մեզ ցավեցնում է, բայց դրդում է մտածել, դրդում է նոր ձևով նայել երևույթներին։ Օրինակ ինքը միշտ ինձ խորհուրդ է տալիս, ասում է մի հատ արի Իլհամ Ալիևի աչքերով նայենք երևույթին։ Մի հատ արի Իլհամ Ալիևի աչքերով նայենք մեր անցած 30 տարվան։ Մենք ինչ ենք արել 30 տարի իրենց նկատմամբ։ Դե ֆորման փոխում ասում եմ, եկեք այս ռակուրսից նույնը ցեղասպանության խնդրի վերաբերյալ շատ ինձ համար շատ կարևոր են եղել իր հետ զրույցները, նաև իր հոդվածները կարդալը։ Ես նաև թարգմանել եմ իր հոդվածներից մի մաս։ Կարծում եմ նաև հիմա իհարկե շատերը կհամարեն, որ դա քծնանք եւ շողոքորթություն է, բայց ես թող գնան իմ բլոգը aramast.livejournal.com նայեն, թե ես որ թվականներին եմ տարածել այն հոդվածները, որոնք հիմա կուզեի հիշատակել, որոնք գրվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, մի քանի շատ կարևոր հոդվածներ ունի գրած, օրինակ ցեղասպանության մեխանիկան։ Մի քանի շատ կարևոր տենց շրջադարձային հոդվածներ կան, որ էլի ես խորհուրդ կտամ կարդալ, վերջին շրջանում էլ են եղել, բնականաբար։ Ես ընդհանրապես շատ կողմ եմ այդ ինքնաճանաչողությանը, առերեսմանը, ինքդ ներհայեցողությանը, ու ես շատ ուրախ եմ, որ մենք որպես հասարակություն այդ ուղղությամբ քայլեր անում ենք։